Ողջույն սիրելիներս, այսօր ձեզ եմ ներկայացնելու պահքի շատ համեղ 5 աղցաններ։ Առաջինը կարտոֆիլով աղցանն է, նախապես խաշել եմ կարտոֆիլը, մի փոքր աղ եմ ավելացրել, հետո խաշել, ավելացնում ենք խառը կանաչիներ, այնուհետև ավելացնում ենք կարմիր ու սև պղպեղ, աղ և նաև հալեպի պղպեղ, եթե կծու եք ցանկանում լինի աղցանը, ավելացնում ենք բուսայուղ և մի լավ կխառնենք և մեր համեղ ու հագեցնող աղցանը պատրաստ կլինի։ Սիրելիներս, մեծ պահքի շրջանը տևում է 48 օր, բուն բարեկենդանից մինչև Սուրբ Հարության Զատիկի տոնի նախօրեն։ Մեծ պահքը 2026 թվականին մեկնարկել է փետրվարի 16-ից։ Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք։ Հիմա անցնենք հաջորդ աղցանին, որ իսկապես շատ համեղ է և յուրահատուկ համ ունի։ Ահա այս գործիքը, ինչպես տեսնում եք, սրանով անց եմ կացրել բազուկը և նաև գազարը։ Երկուսն էլ հում վիճակով է։ Այս աղցանին հենց հում բազուկն է յուրահատուկ համը տալիս և նաև թանձրուկը, որ հետո կպատրաստենք։ Եվ ավելացնենք գազարը, արդեն իսկ նշեցի, որ երկուսն էլ հում վիճակով է։ Հիմա սա մի կողմ ենք դնելու, բուսայուղի վրա ավելացնելու ենք բալզամիկ քացախը, այնուհետև ավելացնում ենք աղն ու պղպեղը և նաև սխտորը, մանրեցված, կարող եք նաև ճզմած սխտոր ավելացնել։ Հիմա այսպես կփակենք կափարիչով և կխառնենք, որպեսզի բոլոր բաղադրիչները իրար խառնված լինեն։ Ավելացնում ենք մյուս բաղադրիչներին և մի լավ խառնում։ Մինչև խառնելը պետք է ավելացնենք համեմ և մաղադանոց և նաև ամենակարևոր բաղադրիչներից մեկը քունջութի սերմերը։ Մի լավ խառնում ենք, որպեսզի բոլոր բաղադրիչները իրար հետ լավ խառնված լինեն, կթողնենք մնա սենյակային ջերմաստիճանում 15-ից 20 րոպե, համերը ավելի իրար կխառնվեն և մեր շատ համեղ ու առողջարար աղցանը պատրաստ կլինի։ Ահա և արդեն իսկ տեղափոխել եմ մատուցվող ափսե, շատ համեղ է, պատրաստեք նաև այս աղցանից։ Հաջորդ շատ համեղ ու օգտակար վիտամիններով հարուստ աղցանը սագախոտով, ինչպես շատերիս ծանոթ է, քինոայով աղցանն է։ Քինոան նախապես եփել եմ, ահա այսպես հատիկ-հատիկ, իմ ալիքում արդեն իսկ տեղադրել եմ, թե ինչպես պատրաստել քինոան, ինչպես եփել, որպեսզի ստանանք հատիկ-հատիկ քինոա և կարողանանք օգտագործել աղցանների մեջ կամ կարող եք հենց այնպես որպես փլավ ուտել։ Իմ երեխաները նաև այդ տարբերակով են սիրում որպես փլավ և նաև այս աղցանը։ Հիմա աղցանի վրա ավելացնում ենք սոխը, կանաչ սոխը, այս աղցանում ավելի շատ կանաչ սոխն է ավելի համեղ լինում, բայց կարող եք նաև կանաչ սոխի փոխարեն օգտագործել ձեր նախընտրած սոխը։ Այնուհետև ավելացնում ենք համեմ, համեմը շատ քիչ եմ ավելացնում, իսկ մաղադանոսը 2 կապ մաղադանոս եմ մանր կտրտում և ավելացնում։ Այստեղ ձեռքիս տակ ունեի չերի տեսակի լոլիկները, կարող եք ձեր նախընտրած լոլիկը ավելացնել։ Այս աղցանում լոլիկը պարտադիր պայման է, որովհետև չենք փոխարինում մեկ այլ բանջարեղենով։ Հիմա նաև կավելացնենք կիտրոնի հյութը։ Կիտրոնը իմ մոտ 1,5 կիտրոն է, հիմա 1,5-ն էլ կավելացնեմ։ Սովորաբար 1,5-ը արդեն իսկ հարմար է լինում այս աղցանին, բայց եթե ցանկանում եք, կարող եք 2 լիմոնի հյութը օգտագործել այս աղցանի համար։ Ավելացնում ենք աղը, պղպեղը և նաև ավելացնում ենք հալեպի պղպեղն ու կարմիր պղպեղը, մի փոքր կծվության համար եմ ավելացրել հալեպի պղպեղը, եթե չունեք, կարող եք չավելացնել, ուղղակի կարմիր կծու պղպեղ ավելացնել։ Նաև բուսայուղն ենք ավելացնում, մի լավ խառնում ենք, շատ ժամանակ անմիջապես մենք վայելում ենք այս աղցանը, բայց ավելի լավ կլինի կես ժամ թողնել մնա, այնուհետև վայելել այս համեղ և շատ առողջարար աղցանը։ Սագախոտը շատ օգտակար է մեր առողջության համար։ Պատրաստեք հենց այս աղցանից և վայելեք դուք և ձեր ընտանիքի անդամները։ Հիմա կանցնենք մյուս աղցանին։ Սիրելիներս, հաջորդ աղցանը անչափ համեղ ու գունեղ աղցան է, նույնիսկ դդմիկ չսիրողներն են սիրում այս աղցանը։ Նախապես դդմիկը լվանում ենք և կեղևով, ահա այսպես երկար կտրտում։ Ավելացնում ենք աղը, կթողնենք մնա 15-ից 20 րոպե, որպեսզի հյութը դուրս տա, այնուհետև տեղափոխում ենք խոհանոցային անձեռոցիկի վրա, որպեսզի այդ հյութը քամվի, չորացնում ենք և հիմա
Թավան տաքացնելուց հետո ավելացնում ենք բուսայուղը եւ կտապակենք դդմիկները։ Ընթացքում անպայման շրջում ենք բոլոր կողմերով, որպեսզի տապակված լինեն բոլոր կողմերից, բայց զգուշությամբ ենք շրջում, որովհետեւ դդմիկները շատ նուրբ են եւ կարող են վնասվել։ Հիմա կավելացնենք կարմիր պղպեղը, տապակելու ենք կարմիր պղպեղը, մի փոքր աղ ենք ավելացնում, այնուհետև տապակում, ընթացքում չենք ավելացնում բուսայուղ, այն նույն բուսայուղն ենք օգտագործում բոլոր ընթացքում։ Հիմա ավելացրեցի գազարը, գազարն էլ կրկին այսպես երկար կտրտում ենք, գազարի նույնպես ընթացքում կարող եք աղ ցանել։ Եթե տապակելուց բանջարեղենին աղ ենք ավելացրել, ապա վերջում ավելի քիչ աղ կավելացնենք։ Այստեղ տապակած այդ բուսայուղից վերցնում ենք 2 ճաշի գդալ, այնուհետև խնձորի քացախը եւ նաեւ ավելացնում ենք սխտորը, մի լավ խառնում իրար հետ եւ ավելացնում աղցանին։ Այնուհետև ավելացնում ենք համեմն ու մաղադանոսը, մի լավ խառնում ենք, անուշ բուրմունք ունի այս աղցանը, ես մի փոքր էլ աղ ավելացրեցի եւ պղպեղ, ինչպես տեսաք, քիչ ավելացրեցի աղը, որովհետև ընթացքում արդեն իսկ բանջարեղենը տապակել էի աղով։ Կթողնենք մնա 10-ից 15 րոպե, այնուհետև կտեղափոխենք մատուցվող ափսե եւ կվայելենք այս համեղ աղցանը։ Սիրելիներս, պատրաստեք նաեւ այս աղցանից, քանի որ սա նույնպես պահքի աղցան է եւ շատ համեղ։ Հիմա անցնենք մյուս աղցանին, շատերի սիրելի վինեգրետ աղցանը, որը որ պահքի համար ամենահամեղ եւ հագեցնող աղցաններից մեկն է։ Նախապես կարտոֆիլը խաշել եմ, ավելացնում եմ խաշած գազարը, այնուհետև խաշած բազուկը եւ նաեւ ավելացնում եմ կտրտած թթու վարունգը։ Եթե թթու վարունգ չունեք ձեռքի տակ, կարող եք ավելացնել նաեւ կաղամբի թթու։ Ավելացնում ենք եփած լոբին, կարմիր լոբի է իմ մոտ, ավելացնում ենք սոխը եւ նաեւ կավելացնենք համեմունքներն ու կանաչին։ Կանաչիների ընտրությունը դուք կարող եք ձեր նախընտրած կանաչիներն ավելացնել, ես ավելացնում եմ համեմ եւ մի փոքր մաղադանոս։ Ավելացնում ենք աղ եւ պղպեղ։ Այնուհետև կավելացնենք նաեւ բուսայուղը եւ կխառնենք ու մեր համեղ եւ շատ արագ պատրաստվող աղցանը պատրաստ կլինի։ Վինեգրետ աղցանը իմ ամենասիրելի աղցաններից մեկն է, ինչու՞ չէ, նաեւ ամենաառողջարար աղցաններից է համարվում, որովհետեւ շատ օգտակար է եւ հարուստ է վիտամիններով։ Հիմա կտեղափոխեմ մատուցվող ափսե եւ կվայելենք մեր ամենասիրելի աղցաններից մեկը։ Սիրելիներս, եթե հավանել եք տեսանյութերը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք, իսկ եթե առաջին անգամ եք իմ ալիքում, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ նաեւ սեղմեք զանգակկոճակին, որպեսզի ստանաք ծանուցում իմ բոլոր նոր տեսանյութերի։ Շնորհակալություն, կհանդիպենք շուտով։ Ցտեսություն։